Գյումրիի այսպիսի տոնական տեսարանը չեն մարսում ԿՊԱ-ականներն ընտրություններով քաղաքում իշխանությունը կորցնելուց հետո։ Մերձևովի հովանավորած տոնական այս համերգը Վարդանանց հրապարակում արդեն 4-րդ օրն է շատ իշխանականների բնութագրմամբ ընդամենը քաղաքական ակցիա է։ ԿՊԱ-ականներն այնքան են զայրացել, որ իշխանականներից ոչ ոք հանրապետության երկրորդ քաղաքի օրը չի շնորհավորել, այդ թվում Փաշինյանը եւ ազգային ժողովի նախագահը։ Նախ այնքան ամոթ է, այնքան խայտառակ են։ Գյումրու քաղաքապետը կարծում են նեղացած են ԿՊԱ-ականները։ Վարչապետը նմանատիպ մոտեցում ցուցաբերել, որ քաղաքի տոնը գյումրեցիներին չշնորհավորել, ես ինչ ասեմ այդ մարդուն։ Այսինքն ինչ է նշանակում, որ ասենք Վարդան Ղուկասյանը, որ դարել է քաղաքապետ, դուք պետք է գյումրեցիներին չշնորհավորեք։ Գյումրեցիներից նեղանալու հաջորդ պատճառն էլ ըստ որոշ վերլուծաբանների այն է, որ կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ է կայացել Գյումրիի տոնը։ Վարչապետը նմանատիպ իրավունք չունի նմանատիպ ձևով մոտենալու։ Կամ ազգային ժողովի նախագահան նմանատիպ ձևով, ոչ ազգային ժողովի նախագահան, ոչ վարչապետը, ոչ Հայաստանի Հանրապետության նախագահան, ամոթ։ Ես ուղղակի ասում եմ, ամոթ ձեզ այդքան բան։ Փաշինյանին ու իր թիմին ուղղվող ամոթանքներին զուգահեռ շնորհակալությունների տեղատարափ է Մերձևովի Գյումրիի գրասենյակում, ասում է շարժման անդամներից Ռուբեն Մխիթարյանը։ Իրականում ինչքան ուզենան մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամները վերագրեն նրան, որ սա քաղաքական համերգ էր կամ չգիտեմ ինչ, շատ մարդիկ, շուրջ 100 մարդ է եկել, եթե սուտ չխոսեմ, իրենցից 50-60%-ը շնորհակալություն հայտնել ընդամենը համերգը կազմակերպելու համար։ Մխիթարյանն է սեպտեմբերին դիմել Մերձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին Գյումրու օրը տոնակատարություններ կազմակերպելու առաջարկով, քանի որ այդ օրերին խոսվում էր, որ հնարավոր է քաղաքի օրը չնշվի։ Հոկտեմբերի 4-ին ստացվել է այնինչ իսկապես ուզում էին, ասում է Մխիթարյանը։ Գյումրեցիների արձագանքը նույնպես հենց դրա մասին էր խոսում, բավականին լավ միջոցառում ունեցանք ու շատ քիչ ժամանակում։ Իր կյանքի լավագույն լուսանկարներից մեկն է անվանում տոնական օրվա այս դրվագը Մխիթարյանը։ Գյումրեցիների առաջ ելույթ է ունենում թիկունքին բանտարկված Միքայել Սրբազանի լուսանկարը։ Երբ որ խոսում էի Միքայել Սրբազանի, արդեն վճռի մասով, իմ խոսքի ժամանակ իմ հետևում ներկայացվեց Միքայել Սրբազանի նկարը, որը շատ խորհրդանշական էր իմ համար, շատ կարևոր էր։ Սրբազանը նամակով շնորհավորել էր գյումրեցիներին, տոնի նախօրեին էր դատարանը 2 տարով բանտարկել Շիրակի թեմի առաջնորդին։ Դա հաշվի առնելով էին տոնակատարություններից հանել հրավառությունը, ասում է Մխիթարյանը։ Ճիշտ է, Միքայել Սրբազանը ուղարկել էր քրություն խնդրելով մեզ կատարել ամեն ինչ պլանավորված է, կատարել լավ եւ սրտանց ուրախանալ, սակայն որոշում կայացվեց միայն հրավառության մասը չանել ու շատ մեծ հույս ունենք, որ հաջորդ առնվազն մոտակա տոնակատարության ժամանակ Միքայել Սրբազանը կլինի իր հոդի, այսպես ասենք, գլխին, մեր կողքին։ Մխիթարյանն ասում է, հոկտեմբերի 4-ին գյումրեցիներից ստացված արձագանքը հուշել է, որ Հայաստանում կարոտել են տոնական տրամադրությանը։ Մերձևովը խոստանում է վերադարձնել, բայց ոչ թե համերգից համերգ, այլ միշտ։ Երկիրը, Հայաստանի Հանրապետությունը բառի իմաստով մնացել է կարոտ լավ առիթների։ Ու այստեղ եկեք հանգեցնենք խոսք նրա մասին չի, որ օրինակ, չգիտեմ, մյուս ամիս էլ ինչ որ մեկ այլ բարերար կամ ինչ որ մեկ այլ մեկը համերգ կազմակերպի, այլ այստեղ խոսքը ու մեր միտքն ու նպատակը այն է, որ համերգ թեկուզ եկողները իրոք սրտանց ուրախ լինեն։ Ալբերտ Սերոբյան, Ալեքսանդր Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։